Բարի օր գործարար ալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Ցանցի մարդիկ կարող եք այս պահին դիտել եւ դիտում կամ լսում եք, իսկ մեր տաղավարում Սարգիս Կևեյանն է։ Սարգիսի հետ մենք չկողմնորոշվեցինք, թե իրեն ինչպես ներկայացնենք, որովհետեւ այնպես չի, որ բլոգեր է, այնպես չի, որ բլոգեր չէ։ Եվ հետևաբար ես խոսքը փոխանցում եմ նրան, նա ինքը իրեն ներկայացնի, թե ով է։ Ողջույն Սարգիս։ Ողջույն։ Ամենադժվար մասը թողիր իմ վրա։ Դե իհարկե, ես դե լրագրողները միշտ այդպես են, չէ՞ անում։ Լավ, ես Սարգիս Կևեյանն եմ, ով որ փորձում է գնալ իր մտքի եղածի հետևից, այսինքն ինչ մտածել է, փորձում է իրականացնի, երբ որ ասում են մասնագիտությամբ ինչ մասնագետ ես, ես այն բոլոր մասնագիտությունները, որոնք որ իմ նպատակին հասնելու համար պետք է եղել, սկսել եմ սովորել անել։ Սկզբում ֆինանսիստ եմ եղել, հետո ինֆորմատիկա հաշվողական տեխնիկա բաժին եմ որպես դիպլոմային դպրոց սովորել, հետո ծրագրավորում եմ եւս սովորել, երբ որ ստարտափը սվելեցի, հասկացա ինչ ծրագրավորում պետք է, գնացի նաեւ այդ սովորեցի։ Իսկ այն սովորելը միշտ կա, ոնց որ այսօրվա կյանքում այնպես չի, որ մի մասնագիտությամբ կարա սահմանափակվես։ Այդ մասնագիտությունները յուրաքանչյուր փուլում ինչ նոր հնարավորություն են քեզ տվել ու ամեն մասնագիտության հետ ինչ փորձառություն ես ձեռք բերել, ինչ ես արել, որ դրանով արդեն նոր փորձ ես ունեցել։ Ավելի շատ ես խնդիր լուծող մարդ եմ։ Այսինքն ինձ դուր է գալի խնդիր լուծելը։ Ստեղծում ես նոր ես լուծում։ Չէ, խնդիր չեմ ստեղծում, փորձում եմ եղած խնդիրը լուծեմ, ու եթե կա խնդիր, խնդրին լուծում է պետք գտնել, այդ ճանապարհի վրա այն ինչ ամեն ինչը որ պետք է այդ խնդիրը լուծելու համար հնարավոր ամեն ինչ փորձում կիրառեմ այդ խնդիրը լուծելու համար։ Եթե պետք է ինչ-որ մասնագիտություն տիրապետել ու այդ ամեն ինչը լուծել, անում եմ այդ ամեն ինչը։ Հիմա նաև ինժեներությամբ եմ զբաղվում, բայց հատուկ այդ ամեն ինչով չեմ սովորել։ Մոտս 10 մա անում եմ, կարևորը հավատաս, որ կարաս անես, չվախենաս, որ կսխալվես, մեկ այդ սխալվելը հաստատ լինելու է ու գնաս սկսես անել։ Մնացած ինքն իրան կգա։ Այս տաղավարում, երբ մենք վերջին անգամ հանդիպեցինք, այդ ժամանակ ինչով էիր զբաղվում, մոտ 20-21 թվականին։ 20-21 թվականին ես զբաղվում էի ստարտափով, հիմնական իմ գործունեությունը, կենթանիների համար մոնիտորինգային համակարգ էինք ստեղծում, ստեղ եկել էինք հասարակական գործունեության հետ կապված, քանի որ Արցախյան պատերազմից հետո ոնց որ սահմանները փակվել էր, Կողրնի ձորը դեռ Արցախը Հայաստանի տարածքի մեջ էր, այսպես ասած, հայեր էին ապրում այնտեղ, մենք փորձում ենք ոնց որ սահմանը ինչ որ ձևով ակտիվացնենք ու առիթ էինք գտել վարդավառը սահմանին անցկացնել ու ոնց որ մարդկանցը դրթեին, որ գնան սահման, չվախենան, որտեղ մարդկանց մեջ մեծ վախ կար Սյունիք գնալու ոնց որ ընդհանրապես բոլոր սահմանամերձ հատվածներում այդ վախը կա, չէ՞։ Հա, այդ վախը կան Երևանից հատկապես, երբ որ ասում ես գնանք սահման, բավոր կրակեն, բավոր են, բայց հարցեր տալի, բա ոնց են այդ մարդիկ իրանց երեխեք հետ այնտեղ ապրում, էլի, ինչից եք վախում, ինչ վախ կա, էլի, այդ ամեն ինչ մեջ եկեք, եթանք։ Ոնց որ նպատակներ 2 տարի արեցինք, հետո տենց ոնց որ գործի բերումով չէր ստացվում այդ ամեն ինչը ավելի շատ անել, որովհետև իրականում այդ հասարակական գործունեությունը մեծ պատասխանատու աշխատանք է, ճիշտ է, չես վարձատրվում, բայց ոնց որ աշխատանք է, որը որ պետք է մեծ պատասխանատվությամբ այդ ամեն ինչին մոտենաս։ Միջոցառում կազմակերպելը հեշտ գործերից չի։ Այդ փուլը ավարտվեց։ Ինչ որ չափով հաջողեցիք, ինչ որ բաներ վստահաբար գուցե ձեզ մոտ չստացվեց, հետո պահը երբ հասունացավ, երբ որոշեցիր, որ արդեն նոր բան սկսելու ժամանակն է։ Նոր բան սկսելու ժամանակը, ասենց ասեմ, այն ժամանակ, երբ որ իմ մոտ ստարտափը սկսենք նրանից, որ ստարտափը համարեցի ֆեյլել եմ ու չեմ գնալու այն ամեն ինչ հետևից, ինչը որ ես ուզում եմ, այդ ճանապարհը չի տանում այդտեղ, իմ մոտ հարցեր առաջանում, բա ոնց գնամ, ինչ անեմ, ու հատկապես 20 թվականի պատերազմից հետո ես հասկացա, որ կյանքը շատ ավելի կարճ է, քան պատկերացնում ու զգում ենք, ու այդտեղ միաժամանակ այն, որ դու անընդհատ նպատակի հետևից ես գնում ու պետքա, որ միևնույն ժամանակից նպատակի հետևից գնալուց այլև վայելես կյանքը, հասկացա, որ ուզում եմ վայելել եմ մի քիչ այդ ամեն ինչը ու սկսեցի հասկանալ ես ինչ եմ ինքս ուզում, բացի նպատակների հետևից գնալուց, հասկացա, որ ես ավտոտան գաղափարի գլխում շատ երկար տարիներ անընդհատ պատտվում էր, ու որ կյանքը կարճ է, ոնց որ
ձեռքերից այդ ամեն ինչը գալիս, այն ինժեներական մտածողությունը կա, գործից չեմ վախենում, միշտ էլ չկարողանամ անեմ, հաստատ կսովորեմ կանեմ, ոչ մի կասկած չունեի, որ ինչ-որ մի բան չեմ կարելի անել։ Համացանցում էիր հանդիպել, որ այն նման բաներ կան, այդ աշխատանքը շատ էսպես արդյունավետ է, մարդիկ սիրում են այդ շարժական տները, որոնք հիմնականում նաև հյուրանոցային ինչ-որ ֆորմատը, հա, չէ, իմ մոտ եղել է հետեւյալը, ես բնություն շատ եմ սիրել, դեռ փոքրուց որ գնացել ենք ինչ-որ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված դաշտեր, մի 3-4 օրով ամեն տարի լինում էր, որ դեպ գնում էինք ու ես անընդհատ ուզում էի բնության մեջ մնալ, բայց միևնույն ժամանակ ես կոմֆորտ եմ սիրում։ Ճիշտ է, դիսկոմֆորտից չեմ փախչում, բայց փորձում եմ դիսկոմֆորտը դարձնել կոմֆորտ, այո։ Դրա համար ոնց որ գլխում ես կար, ասում ես, սենց ինչ-որ մի բան սարքեմ, որը գամ, օրինակ ես սիրուն լեռների մեջ, բնության մեջ, Հայաստանը շատ լեռնային երկիր է, փոքր երկիր է, բայց շատ լեռնային երկիր է, որ ռելիեֆը մեկը մյուսից տարբերում է, որ գնում ես մնաս, բայց միևնույն ժամանակ կան աշխատանքներ բաներ, որ հա, մի ժամ, 2 ժամ այդ լեռները վայելեցիր, պետք է ինչ-որ բանով զբաղվես, գործ պիտի անես, չգիտեմ, ուզում եի, որ այդ կոմֆորտ ունենա, որ այստեղ կարողանամ ապրեմ, աշխատեմ։ Ոնց որ դա եկավ այդ գաղափարը, որ ես ուզում եմ այդ ամեն ինչ անեմ ու այդ իմ կյանքի երկարաժամկետ նպատակներին ոչ մի ձև չի խանգարել։ Մինչև այդ մտածում եմ, դե խանգարել լրիվ տարբեր ուղղվածություն է, այն հաճույքների հետևից գնալ, այն նպատակները ոնց որ ավելի արժեքավոր ինչ-որ մի բան ստեղծելուց հեռու ես մնում։ Ու ոնց որ այտենց որոշեցի, ըլը սպասի, ես իմ նպատակների մեջ այն ամենահասանելի բանը, որը ես կարամ անեմ, սկսեմ անել, նոր հետո ավելի մեծ բաների հետևից սկսեմ գնալ։ Այդ պահը երբ էր, որ քննարկեցիր ընտանիքի անդամների հետ, ընկերների հետ, ոնց վերաբերվեցին այս գաղափարին ու ոնց դու սկսեցիր։ Ընտանիքի անդամների հետ ոնց քննարկեցի։ Հայրս ոնց որ էլի ինժեներ մարդ է, շատ լավ ամեն ինչից հասկանում է, պատկերացնում է։ Կարծես թե ամենաշատ աջակցողն է։ Հա, ամենաշատ աջակցողը, ոնց որ բոլոր հարցերով, ինժեներական բոլոր հարցերով էլի իր հետ եմ քննարկում մի բան, որովհետև երբ որ չեմ հասկանում բան կամ գցել բռնելու ինչ որ հարցեր առաջանում, հետո ասում եմ, «Պարի, իրար հետ քննարկենք, էլ տենենք ոնց կարելի է այդ ամեն ինչ անել»։ Հերս շատ լավ հասկանում էր, թե ինչքան մեծ աշխատանք է, ինչ ծավալի աշխատանք է լինելու, ես չէ։ Ես տենց ռոմանտիկ ձևով մտածում եմ, լավ որ կպնեմ, մի 6 ամսում կվերջացնեմ այս ամեն ինչը, ու ասում էր, չէ, քեզի պետք չի, տենց ոնց որ սկզբում փորձում էին հետ պահեմ, բայց որ ես տենց մի բան որոշել եմ, այդ կապ չունի, սկսում եմ անել։ Ասում եմ, տունն էլ տեղ չտակ, տեղ եմ վարձելու, այդ համ անեմ, ու գիտեին, որ ես հաստատ, եթե ընկել եմ գլուխը, պետք է անեմ, ձև չկա։ Ու տենց ոնց որ ավտոն առաբերեցի սկզբից, հետո սկսեց այդ ավտոն ինչ որ ձևափոխել, վերանորոգել որոշակի մասեր, շարժի հետ կապված փոփոխություններ կար անելու։ Քանի տոկոսով է փոփոխման ինքը ենթարկվում։ Դե շարժիչը ձևափոխել եմ լրիվ ուրիշ մեքենայի շարժիչ եմ տեղադրել։ Ինչի համար է դա անհրաժեշտ։ Որովհետև իր շարժիչը ոնց որ չէր արտադրվում, պայստամասեր չկար, բաներ չկար այդ մեքենայից, բայց այդ մեքենան որպես ինքը օֆրոդ մեքենա, շատ լավ օֆրոդ մեքենա էր, իսկ իմ համար շատ կարևորը որ այն ինչը սարքում եմ ինքը լինի օֆրոդ։ Ինքը այդ ավտոտների մեջ ամենաբարդ տեսակն է, էքսպեդիցիոն տեսակն է, որովհետև երբ որ մարդիկ փորձում են այդպես տներ սարքեն, փորձում են ոնց որ պատրաստի, այսպես ասած, պատերը լինի, մեջը մնացածը կառուցեն։ Այդ վան տարբերակներն է, չգիտեմ, սպրինտերներ, բաներ, որ վերցնում են մեջը սարքում, այդ ամենահեշտ տարբերակն է։ Բայց ես ոնց որ դրանով այդ ճանապարհով չգնացի, քանի որ այդտեղ ես իմ կոմֆորտը ուզածս չէի գտնելու, որ ուզածս չափերը լիներ, իմ ուզած բոլոր հարմարությունները մեջ լիներ, դրա համար որոշեցի ես զրոյից իմ ուզածը սարքեմ։ Բացի այդ իմ համար անհրաժեշտ էր, որ ցանկացած տեղ ուզենամ, կարողանամ գնամ առանց վախենալու, որ տեղ չեմ հասնի։ Իսկ լեռներ գնալը իմ համար էսենց ամենաառաջին խոչընդոտներ չլինեն։ Հա, դե ոնց որ ինչ որ չափով էլի լինելու է ինչ որ բաներ, բայց Հայաստանում այն ամենը բան լեռները կարելի է հասնել հայտնի տեղերը ամենակիչը կարաս գնաս, որտեղ որ ինչ որ ավտոմեքենա անցել է, դու կգնաս։ Իսկ որ պահներ, որ որոշեցիր, այս ամենը դու սարքում ես, դրան զուգահեռ նաև պատմում ես, թե ինչպես է սարքում, որպեսզի մարդիկ իմանան։ Որովհետև շատ մարդիկ կան, որ գուցե ինչ-որ մի բան անում են հետաքրքիր, ում շատերին էսպես մեծ լսարանի դա կհետաքրքրի, բայց կամ ներկայացնելու այդ հմտությունները չունեն, վախենում են դա փորձել ցույց տալ լայն հանրությանը, կամ էլ պարզապես փորձում են իրենց երազանքները այսպես պահել մի հատվածում ու ինչ որ մի պահի կամ բացահայտել կամ էլ չէ։ Նայեք, այտենց ես սկսել եմ 2022 թվականին, եթե ճիշտ եմ հիշում, մեքենան առնելու ժամանակ ոնց որ այդ փոփոխություններ բան որ արել եմ, վիդեոները այտենց նկարում եմ, բայց մոնտաժ բան չի անում, այտենց կուտակ մնաց, հետո
բլոգ վարեմ, կարողա չէ։ Քանի որ անընդհատ աշխատում էի այդ ընթացքում ծրագրավորում էի սովորում 42 Երևանում, տենց ոնց որ չէի ուզում, որ այդ ընթացքում անես, թողես, որովհետև երբ որ հանրությունը ինչ-որ մի բան տեսնում է, դրա շարունակականությունը դու պետքա ապահովես։ Քանի որ ես չէի կարող ապահովել, այդ ընթացքում չարեցի։ Հետո որ 42 Երևանը վերջացրեցի, ասացի, всё, սա գործերս դնում եմ մի կողմ, կապնում ես ամեն ինչը վերջացնեմ, որովհետև եթե ես այդ ավտոտանը արագ չանեի, ես ինքս էլ կձանձրանայի այդ ամեն ինչից, ու տենց ոնց որ ասացի, լավ, սպասի նաև բլոգ վարեմ, որովհետև տեխնիկական նյութ հայկական լսարանում չկար։ Այո, նման բան երևի չկա, այս պահին էլ, չէ՞։ Որպես ավտոտուն, եթե վերցնենք ավտոտուն սարքելու կոնցեպտը, հա, դա չկա, բայց միևնույն ժամանակ որպես տեխնիկական կոնտենտ այլ թեմատիկայի մեջ էլի չկա, բայց կարա լինի, որովհետև շատերը, չգիտեմ, Հայաստանում օֆրոդը գոնե ինչ որ չափով զարգացած է, մարդիկ օֆրոդ մեքենաներ են սարքում, այդ ամեն ինչի մասին կարող են պատմեն, ներկայացնեն, այդ ինչով է մեզ կարևորել ու ինչի է մեզ արել, որովհետև շատ ժամանակ ասում ենք, այս ինչ հայկական լսարաններում տեղի ունենում, ինչ վիդեոներ են, այս ինչեր են մարդիկ անում, խիաս այսքան վատ, բայց միևնույն ժամանակ այդ վակուում, այսինքն մարդկանց մոտը կա ցանկություն ինչ-որ մի բան նյութ լսելու, վերցնելու, բայց չկա, վերցնում են ինչը որ կա, բնականաբար վակումը լսում են նրանով ինչը որ կարա, իսկ եթե դու կարաս լավ բան տաս, դու չես տալիս, էլ ումից ես պահանջում, ոնց որ ով եթե ոչ ես, որոշեցի բան անեմ, պատմեմ, ցույց տամ այդ ամենը, որ մարդկանց մոտ տեխնիկականի հանդեպ հետաքրքրություն առաջանա, որտեղ ասում եմ, տես բոլորը fancy են, ստիլնի են, ասենք չգիտեմ, մրոդ լինելը կամ սվարտ կառնելը, այդ բան է, էլի, տես ստիլնի չի։ Ու այդ էսթետիկ կողմից հա, ու բրենդերի տեսանկյունից էլ էդի շատ եմ բան։ Ես ինձ որպես բլոգեր չեմ դիրքավորում, քանի որ եւ բիզնեսի հետ եմ շատ առնչվել եւ իմ առօրյա գործունեությունը ամեն ինչ շատ լավ պատկերացում համագործակցության ինչ որ դեպքեր որ լինում է, երբ որ ես զգում եմ որ մարդիկ այտենց իրանց բրենդին համապատասխան իրանք լրիվ ուրիշ բան են փորձում թարգեթավորեն, այն որ ձեր գործիքները ուրիշ է, բանը ուրիշ է, աուդիտորիան ուրիշ է, այտենց ոնց որ ասում եմ չէ։ Որովհետև այդ fancy լինելը ոնց որ իմաստը որն է, առօրյա կյանքի հետ չի, ոնց որ իլյուզիա է։ Իսկ ես չեմ փորձում իլյուզիա ստեղծած լինեմ, փորձում եմ տամ այն ինչը որ կա, այն ինչը որ ես գտնում եմ պետք է։ Բայց այն ձևով ոնց որ իրանք կարան ընկալեն։ Պարզապես որոշեցի, հեռախոսը դրեցի ու սկսեցի նկարել։ Համարյա GoPro-ն դրեցի, տենց սկսեցի նկարել, ընթացքում փորձում էի լավացնել, ես ինքս իմ վրա փորձում։ Դժվար չէ՞ այդ առաջին օրինակ տեսանյութի ժամանակ մտածել թե ինչպես պետքա սկսես, մարդկանց ոնց ներկայացնես, դու ինչ ես սկսել։ Այստեղ գալիս եմ ստարտափական փորձը, քանի որ ես գիտեի պրեզենտացիա անել, ոնց մարդկանց ոնց որ գիտեմ ցանկացած մարդու ուշադրություն այդ առաջին մի քանի վայրկյանն է, ոնց առօրյա ցանկացած շփման մեջ բանի մեջ, այդ ամեն ինչը շատ կարևոր է, դու ոնց ներկայացնում։ Ոնց որ այդտեղից այդ ունակությունները ունեի, փորձեցի տեղ նույն ձևով կիրառել ոնց որ կա։ Ընդհանուր վերցրված մեթոդները նույնն է մնում, ձևաչափն է փոխվում, գործիքներն է տարբեր։ Դրա համար ոնց որ ես սկսեցի խոսալ ներկայացնել առանց վախելու, չնայած եթե հիմա ես նայում եմ առաջի վիդեոն, շատ վատն է, չնայած ամենաշատ դիտումն ա եղել, ես այդ վիդեոն առաջի որ YouTube-ի համար։ Ու իմ հիմնական շեշտադրումը դրված էր YouTube-ի վրա, ոչ Instagram, ոչ TikTok, որովհետև տես նպատակս այն չէ որ ուղղակի աուդիտորիա ունենա։ Բայց բոլորը միշտ վախենում են, YouTube-ի հետ աշխատելուց, ասել որտեղ բարդ է, որտեղ բարդ է, արդյունքի հասնելը շատ ավելի դժվար է, դու ինչն է տարբերությունը։ Ինչ որ ուրախ ժամանցային բան ստեղծելը ավելի հեշտ է։ Նույն չարժե զրկենք, բայց ավելի հեշտ է դա ամենը, քան տալ բան, որը որ մարդը կուզենա լսի, կուզենա հետո դրա հետևից գա, ինչ որ մի բան սովորի, որովհետև դու սովորացնում ես ինչ որ չափով։ Ու դրա համար երբ որ ես YouTube-ի վրա իմ շեշտադրումը արել, ես սկզբում որ վիդեոն մոնտաժում եմ, ասում եմ, այսքան ժամերով աչարչավը տենաս գոնում մի 100 հոգի մարդ կնայ, ասում եմ լավ 100 հոգուց մի հոգին էլ ինչ որ մի հատ գործիկ բռնել սովորի, ինչ որ մի հատ բան ինձանից սովորի, իմ սխալը, ենթադրենք ինչ որ մի հատ սվարթ կել եմ, ծուռն ա եղել կամ այդ դրա վրա ես ինչ որ մի հատ բան եմ սովորել, այդ մարդը սովորը ինձ լրիվ հերիք է էդի, ավել բան չեմ ուզում։ Ու ոնց որ առաջի վիդեոն երբ որ տեղադրեցի, այդ ընթացքում նաև ինչ որ Reels նկարեցի, տեղադրեցի Instagram,
TikTok-ը գրանցվել եմ դրա համար, ոնց որ էլի տենց մինչև էդ էլ չունեի ու մինչև այդ հիմնականում թռնելուց ու արշավներից էր ինչ որ վիդեոներ, որ տեղադրում էի, էլի տենց այդ որ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնես դեպի լեռներ, դեպի Հայաստան, որովհետև պետքա ճանաչեն մարդիկ, որ սկսեն այդ ամեն ինչը սիրել, թե չէ տենց Երևանում նստած այդ հանգ հանգստանալու մի անգամից երկրից դուրս են նայում, բայց ոնց որ Հայաստանում ինքը շատ սիրուն տեղեր կա, որ ընդհանրապես մարդիկ չեն եղել, չեն էլ պատկերացնում ինչ կա, պետք է ցույց տաս, որ մարդիկ ընկալ են։ Դու պատրաստվում ես նաև այս գաղափարով գնալ ու բացահայտել ու նոր կոնտենտ ստեղծել, նաև բացահայտման։ Հա, հաջորդ Էտապը դա է լինելու, որ Հայաստանում անկախ համաչից պետք է մեքենան մի հատ թեստավորեմ։ Բնականաբար այդ թեստավորումը լիք ինչ որ արկածներով է լինելու, Հայաստանը նշ չես լրիվ գիտեմ։ Թեստավորման փուլերը արդեն անցել է։ Ինչ որ չափով անում եմ, բարբերաբար, քանի որ չկա այլոց փորձը, հետեւաբար իմ փորձը ես եմ այդ ամեն ինչը անում, այդ շատ ավելի թանկ է, ավելի դժվար է, որտեղ ինչ-որ բան առնում ես, չի ստացվում, այդ գցում ես մի կողմ, նորից ես անում, նորից ես քշում թեստավորում այդ ամեն ինչը, հասկանում քո սխալները, դու ոնց որ քո սխալների վրա ես սովորում։ Ցանկալի կլիներ այլոց սխալների վրա սովորեի, բայց չէ։ Դե այդպես շատ հազվադեպ է։ Այն ժամանակ ես շեշտեցի, որ այս ամենադժվար կոնցեպտն է այդ ավտոտների մեջ, բաց այդ ավտոտների կոնցեպտով որ անում են, ինքը էքսպեդիցիոն դասի է։ Այդ էքսպեդիցիոն դասի պարագայում հիմնականում անհատական որ սարքում են աշխարհով վերցված մարդիկ շատ քիչ են, շատ քիչ անհատներ կա, եթե ինտերնետով փորձենք գտնենք, որ իրանք ինքնուրույն փորձում են այս ձևաչափի մեջ սարքեն, որտեղ այստեղ ռեալ արտադրական զորություններ ու բաներ ա պետք, ավելի մեծ ջանք ա պետք։ Բրիգադներով են աշխատում այդ ամեն ինչի վրա, իսկ ես մենակ եմ այդ ամեն ինչը անում ու աշխարհում շատ-շատ քիչ մարդիկ կան, որ իրենք ինքնուրույն փորձում են հենց էքսպեդիցիոն դասի մեքենա սարքեն վաների վրա մի աշխարհ կա, բայց էքսպեդիցիոն ոչ։ Ինչ որ մի պահի չես ձանձրացել, որ որոշել ես, որ պիտի դադարեցնես, չէ, դադարեցնել չի, մի տեսակ շատ պնդաճակատ եմ դրա համար, բայց բանի ձանձրանալ, հա, այս վիդեոբլոգ վարելը ինչ որ չափով նաև այդ ամեն ինչին ստիմուլ տալներ, դե ֆիդբեքեր ստանաս, մոտիվացվես, դա կարևոր է, չէ՞։ Մոտիվացիան ոնց որ ավելի շատ մոտիվացնում են, գրում են։ Հա, շատ են գրում, հիմնականում դրական արձագանք է, տենց հեյթեր են, ասում, հեյթերները շատ-շատ քիչ ա եղել, այն որ ԱԳ-ին վիդեո եմ գցել, ես վերջերս ա որ տենց սկսել եմ բանել ու մեկ էլ շատ-շատ նեղում են, բա չես պրծնում 10 տարի է սարքում ես, բան առանց պատկերացնելու, բայց ես չեմ նեղում, ես այդ ամենից այդ գալիս է մարդկանց պատկերացումից, որտեղ իրանք սովորեն, որ պետք է մի անգամից տեսնեն արդյունք։ Պատրաստ չեմ process տեսնելու, ոնց որ ես այդ նույն խնդիրը մենք ինձ թվում է հայրից մեջ այդ շատ-շատ տարածված է, որ մի անգամից ուզում ենք արդյունք առանց process-ը ընդհանուր բան անելու, process-ի հետևից գնալու, հա։ Այս ամեն ինչի համար նաև կյանքի դաս է, process-ի հետևից գնալու, այդ սխալները ավելի պատկերավոր է ամեն ինչ տեսնում, որովհետև այստեղ մի աշխարհ սխալվելու տեղ կա։ Այ գրեթե 3 տարի արդեն այս գործընթացի մեջ ես պատրաստման, ըստ քեզ մոտավոր դեռ ինչքան կտևի ու եթե գաղտնիք չէ իհարկե, ինչքան ֆինանսական միջոցներ է ծախսվել այս ընթացքում։ Մի անգամ էլ լրատվականներից հարց տվեցին ինչքան գումար ես ծախսել, այտենց ասեցի, այտենց հետո սկսեցին մարդիկ այդքան ինչ ես արել, բան 10 միլիոն ավել ծախսել եմ այս ամեն ինչի վրա, հիմա շատերը կասեն, օй, դու կարայր առներ ես աներ, միտքը չի։ Ոնց որ այս լրիվ ուրիշ է, Հայաստանում այդ մշակույթը չկա, ես հիմա եմ անում։ Ինչ որ բաներից քեզ զրկել ես, որ Դե բնականաբար ու միևնույն ժամանակ ես այլ հոբիներ էլ ունեմ ու դաժե նույնիսկ դրանցը չեմ ասում, դրանց հետևից էլ գնալ, որովհետև ժամանակ չկա, մի բան պետքա 10, որ ինչ որ մի բան նոր վերցնես։ Ես նաև պարապլանով եմ թռնում շատ, նու շատ չէ, սիրում եմ։ Ես թռնել սիրում եմ ու ոնց որ Ես ուզում եմ, բայց վախենում եմ նաև։ Փորձի։ Ես ասում եմ ամեն մարդ կյանքում գոնե մի անգամ փորձի թռնել, որովհետև այդ տիպ բարձրությունից այդ թռիչքը վայելել, չգիտեմ, Սևանը վերևից նայել, Հայաստանը վերևից ինչ որ չափով նայել, այդ սամալյոտով թռնել չի, այդ լրիվ ուրիշ է։ Դու իրական թռչունի այդ վայելքը զգում ես։ Դու ոնց ես այդ ամեն ինչը զգում։ Այդ լրիվ ուրիշ թեմա է։ Հիմա չեմ հասցնում գնամ ու սրտիցս արունա գնում եւ նույն ժամանակ այն սպորտն է, որ անընդհատ պետքա ժամանակ ծախսես, այնց առաջին հերթին քո անվտանգության համար, որովհետեւ եթե դու չես երկար ժամանակ չես սկսում զբաղվել, սկսում ես վախել, սկսում ես ասենց ասած խամություն անել թռնելու ժամանակ, այդ վատ է։ Դրա համար պետքա ոնց որ դրա հետևից է գնամ, բայց այդ զիջել եմ այս պայդրության, որ այս ավտոտունս վերջացնեմ
ու գործեն են։ Ժամանակ դեռ մոտավոր 6 ամիս կարծում եմ դեռ կտևի, հուսամ։ Այդ 6 ամիս առաջ ասում եմ 6 ամսից, բայց արանքը ձմեռ էր, գարաժ չկար, հնարավորություններից էլ է էլի կախված։ Այսինքն հիմա ես ունեմ որոշակի ֆինանս այդ մատերիալ ինչ որ բաներ ձեռք բերելու համար, բայց միևնույն ժամանակ կարող է լինեն գործընկերներում այդ համագործակցեմ, պրոյեկտը էլ ավելի արագանա։ Ոնց որ այդ ամեն ինչ հետ ես բացեմ, ազատեմ, ես ինչ որ չափով գիտեմ ինչի վրա ինչ եմ ծախսելու, ոնց եմ անելու, տենց ինչ որ գծած գնում եմ։ Ընթացքում էլ պարտադիր չէ ակետից բեկետ իդեալական իմանաս, ճանապարհը սկսում ես ինքն իրան սկսում է հայտնվել, ունես չտենց ոնց որ բան է, էլի։ Նույնը ես ամիշտ համատում եմ արշավ գնալու հետ, քան դու չես հասել Սարի բլուրեն գագաթին, որից հետո դու կարաս հաջորդ մյուս կողմը տեսնես, դու չես հասկանա այդ ճանապարհը ոնց է գնալու։ Նույնն էլ ստեղ է։ Հիմա այս պայդրությամբ մտածում եմ, որ հա, նույն այս ինժեներությունն է։ Ստեղ ոնց որ ինչքան էլ դու գծես ասես, կարող է մտածես մի ժամվա գործը, այդ մի ժամվա գործը դառնա մի շաբաթվա գործ, մի շաբաթվա մտածած այդ գործը դառնա մի օրվա գործ, շատ ավելի արագ ընթանա։ Մտքով հեկներես մտքով հեշտ է մտածել, հանկապ մտածում ես երկար մտքով, մեկ էլ սկսում ես անել, բայց այդ սկսած անելը մի շաբաթ տևում է։ Փոխվում է։ Մի շաբաթ տևում է, դու մտածում ես լավ դե 5 րոպե է, այսինքն տաշեմ հեսա կստանամ, բայց չէ։ Այդ ամեն մի դետալ օրինակ տաշել ստանալը մի ժամ տևեց։ Դե բարդ է ամեն դեպքում։ Հա, հա։ Ինչ կա այդ մեքենատան մեջ, ինչ կարելի է տեսնել եւ ինչպես է կահավորվելու, արդեն պատկերացնում ես։ Ամեն ինչ, այն ինչ որ առերայում մարդիկ օգտագործում են հարմարության համար։ Ինչից սկսենք, խանութից սկսենք։ Ննջասենյակ լինելու է։ Ննջասենյակ լինելու է 4 հոգի շատ հանգիստ կարա քնի, ու 6 հոգի էլ կարա քնի, բայց 4 հոգին շատ կոմֆորտով կարա տեղավորվի։ 2 հոգին լրիվ իդեալական է լինելու, նենց հարած որ նույնիսկ 2 հոգին որ ուզենա աշխատի, հանգիստ մեկը մյուսից անկախ կարողանա աշխատի, մեկը մյուսին չխանգարի։ Խոհանոցից սկսենք, խոհանոցում ինչ է լինելու, ամեն ինչ, գազօջախ, աման լվալու, ու սարքավորում, ինչի համար էսը շատեր կասեն, այդ ինչի դա պետք, աման լվալու սարքավորումը, այդ ջուրն ու էներգիա խնայում է, դրա համար այդ ուզում եմ լինի մեջ, այտենց ավելորդ բան չէ։ Ավելի հեշտ։ Հետո ինչ այլ խոհանոցում պետք երևի այդքանը կարան հուշեն էլ ինչա պետք։ Դե տեխնիկաները չհաշվեն, երևի դրանցով համալրված կլինի։ Հա, դե խոհանոց, տուալետ, ննջասենյակ, աշխատանքային տարածք է նաև լինելու, ինչ որ բան ձևափոխվելու է, ինչ որ բան դառնա աշխատանքային տարածք։ Այ այսքան հետաքրքիր մենք նկարագրում ենք, սա միայն քոնն է լինելու, թե դու պատրաստվում ես նաև այն վարձակալությամբ տրամադրել։ Չէ, էլի այսքան չարչարվես, մի բան մտածում եմ, որ կարող է, բայց հասկանալով մշակույթի բացակայությունը այդ վանդալիզմ է լինելու, այս ամեն ինչի հանդեպ չէ։ Չեմ ուզում, որովհետև այս պայդրությամբ։ Հետո չգիտեմ, կարող է հետո հավեսս անեմ, ասեմ լավ դինչ լինում է, թող լինի։ Մենք մի քիչ ամփոփության բանել ունենք, էլի, այտենց փողը տվել ենք, ոնց ուզենք, բանը, փող ենք տվել։ Հայ ազգի։ Հա, այդ կա, այդ ամփոփությունը կա ու դրանից ելնելով ես չեմ ուզենալու։ Չգիտեմ ոնց կլինի։ Կյանքը ցույց կտա, այս պայդրությամբ չեմ կենամ։ Նպատակը այդ չի եղել։ Իսկ լսարանը պահանջներ ունի քեզնից, որ այ եթե մի օր տեսանից չես տեղադրում, վայ ինչի չենք տեսնում, ինչ ա կատարվում, որ փուլում եք։ Դե նայեք, այն որ ամենասկզբում ասացիք բլոգերը ոնց է, ասենք ստաբիլ, համ սթորի անում, համ վիդեո բան, այդ իր ապրելակերպն է, բանն է, իր սաղ ամեն ինչից է տալու։ Ես չեմ համարում ինձ բլոգեր, ես այդ ամեն ինչը լայֆսթայլ չեմ կարողանում ցույց տալ։ Մարդ ես, մենք այս հաղորդման անում դրել ենք։ Հա, ես ցույց եմ տալու ինչը որ կա։ Խնդիրներ չառաջանան։ Հիմա եթե կա աշխատանք, որը ես պետք է անեմ, որ գումար ունենամ կամ ինչ որ բաներից ելնելով չի ստացվում անել, ես բաց եմ թողում, բայց այդ ալգորիթմների բանի տեսանկյունից վատ է, ես այդ գիտեմ այդ ամեն ինչը ու այդ բաբար նաև լսարանի մարդիկ անընդհատ գրում են, բա ինչ եղավ, ոնց եղավ, փորձառու մարդիկ խորհուրդ են տվել, որ ինչ որ ժամանակ սահմանեն, որ մարդիկ այդ ժամանակ սպասեն։ Այտենց ինչ որ ընթացք 2 շաբաթ մեկ YouTube-ում վիդեո տեղադրում, այդ նաև ինձ էր ստիմուլ, որ ուզեմ գործ անեմ, որ կարողանամ ներկայացնեմ 2 շաբաթում հնարավորինս շատ։ Հիմա ընթացքում լինում է դեպքեր, որ չեմ հասցնում, այտենց մարդիկ սկսում են պահանջել, բա ինչ եղավ, երբ կլինի վիդեոն, այդ լավ է։ Ոչ մարդկանց մոտ սպասում կա։ Ոմանց համար դա ժամ անցա սերիալի նման ինչ որ բան է դա առել։ Նույնիսկ անընդհատ հիմա փողոցում տեսնում են, սերիալները էլի շտապ։ Չնայած սարուշկո բանով տեսնում ես, նայում են դեմքից սենց կասկածում են ով։ Հաստատ ինքնը։
հա, ուտես ոնց որ մարդկանց աչքին բան ասովոր է, էլի, կոմբինեզոնով, դողոց սարժկով այլ մարդու տեսնելու անընդհատ սա հարցում եմ բայ երբ ես փորձնելու երբ անկեղծությունը ցույց տալը։ Հա, եթե առօրյա եթե ինչ որ ցույց ես տալիս, այսինքն կան հատվածներ, որոնք մոնտաժվում են, որ դե լնումա որ Ներվանյանը մեզ դե դա հա, բայց ամեն դեպքում կան օրինակ բնավորության գծեր, որ ստեղծված են այդտեղ կամ ինչ որ բաներ, որ դու հատուկ դա անում ես, որպեսզի լսարանին ավելի հետաքրքիր լինի, թե ամեն դեպքում հնարավորին անկեղծ ու բաց։ Եթե անկեղծ ասեմ, եթե փորձեի տենց հատուկ լսարանի համար ինչ-որ բան արած լինեի, հիմա աուդիտորիան շատ ավելի մեծ կլիներ, սկսած նրանից, որ Instagram ու YouTube, TikTok, այն որ համարյա նույն մակարդակների վրա է, 9000 քանի հոգի YouTube-ում է, 12000 ասենք Instagram-ն է, Instagram-ը կարող շատ ավելի շատ լիներ, դրա համար պետք է առանձին ռիլսեր նկարել, սցենարներ մտածել, բայց ես նպատակ չունեմ, ոնց որ չեմ փորձում ամեն ինչը որ լսարանին ինձանից սպասում է, ես չեմ ուզում այդ տված լինեմ։ Սա ամեն ինչ որ ես գտնում եմ կարա մարդկանց լավ լինի։ Ու նաև փորձում եմ ինչ որ չափով այդ ամեն ինչի մեջ ինֆորմացիոնող ինչ որ բաներ տված լինեմ։ Կան մարդիկ, ովքեր մոտիվացվել են քեզնից ու սկսել են այդ նույն ճանապարհով գնալ։ Նույն ճանապարհը չեմ կարող ասի, ու տեխնիկական առումով, բայց շատերը գրում են, որ այս ամեն ինչի համար մոտիվացիա տեսնելով, որ ոնց են այդ ամեն ինչի հետևից գնում։ Հիմա այդ ամեն ինչի հետևից գնալ, ես նաև ասեմ նույն ձևով, որ այս ամեն ինչ անում եմ, որոշեցի ընթացքում հատել մարաթոն վազեմ անցած տարի, որ հասկանամ ընդհանրապես ոնց այդ դժվարությունը հաղթարել է։ Ես գիտեի, որ ես կարամ համառեմ կարամ, բայց միևնույն ժամանակ քան դու չես արա, դու հաստատ համոզված չես լինելու քո բնավորության, որտեղ դու պրոմախ կտաս, այսպես ասած։ Դրա համար երբ որ դու այդ ճանապարհն անցնում ես, այլ ավելի լավ ես հասկանում երկարաժամկետի համար ոնց է այդ ամեն ինչը աշխատում։ Ու հիմա ես 300 օր այս ամեն ինչի վրա աշխատել եմ։ Վերջի 1 տարվա մեջ 4 ամիս չեմ կարացել գործ անեմ, դրանից առաջ էլ այն 1-2 տարվա մեջ մի 4 ամիս գործ եմ արել։ Ասես լրիվ հակառակն է։ Հիմա փորձում եմ էլի այս հաջորդ 6 ամիսը ստաբիլ ամեն բան անեմ, որ աշխատանքը չտուժի ու վերջացնեմ, որտեվ մարդիկ էլ են օգնում, ես էլ եմ օգնում, տենց սա ուզում եմ տեսնեմ վերջին ինչ է լինելու։ Այո, վերջնական տեսքը։ Տան բացում է լինելու։ Այդ չգիտեմ։ Հիմա չասեմ բաներ, թե մեքենայի շնորհավորանք։ Չասեմ բաներ, որ հետո չանեմ, չեմ սիրում էլի, տենց եթե ինչ-որ բան ասել եմ, պետք անեմ։ Կմտածեմ կասեմ։ Ինգերս երեք մի հատ լավ խորհուրդ էր տվել։ Կմտածեմ կասեմ, չեմ կասեմ հիմա։ Կարող ենք ասել, որ արդեն նպատակային ունես այն կետը, որտեղ որ առաջինն ես գնալու այդ մեքենա։ Անցած անգամ հարցրել էին, ասել էի Քյավառում Սուրբ Խաչ։ Այդ մեր մոտ ովքեր չգիտեն, լեռը, որի վրա կա եկեղեցի, այդ ոնց որ Սուրբ վայր է մեր քյավառցիների համար համարվում, ես քյավառցի եմ։ Առաջին գնալու եմ այդտեղ որպես սուղտ, այսպես ասած, հետո մնացածը կերևա։ Արդեն որտեղ աչքերս տեսնի սիրտս ուզի, այնտեղ գնալու եմ, որտեղ կանգնեմ իմ տունը իմ հետ, չեմ մտածի որ գնամ Սյունիք, օրինակ։ Քո տունն է լինելու։ Հա, ես ընդհանրապես տենց եմ վերաբերվում, այն որ մի կետում մնալ ամեն ինչ նտեղ չէ։ Ուզում եմ այն միշտ ուզեցել եմ որտեղ գնամ, իմ եղած է հետս գա չմտածեմ, էս ինչ բանի համար հետ դառնամ, որ էս ինչ բանը վերցնեմ կամ էս անեմ կամ այն անեմ։ Շնորհակալ եմ քեզ։ Մերսի։ Ինչ որ հավելելու բան ունես։ Այ չգիտեմ, շատ արագ անցա, ոնց որ հավեսով։ Դե այդպես է, կյանքն էլ է այդպես։ Հա, իրականում կյանքը շատ արագ անցնում, դրա համար էլ որոշեցի խորոծերության չսպասեմ մի 60-70 տարեկան դառնամ, նոր մտածեմ այդպես բան ունեմ։ Շատ ժամանակ հանդիպում եմ, չգիտեմ, Եվրոպայից հիմնականում տատի պապիների, տենց ոնց որ 60 անց որ թոշակ են անցել, տունը ծախել են, շատերը չեն պատկերացնում, որ այս տեսակ բաները մոտ 200-250 հազար դոլարից վերև է էլ իրականում, հիմա այն 10 միլիոնի վրա շատ են ֆիքսվելու, ու մարդիկ ծախում սկսում են ճանապարհորդել երկար տենց տարիներով։ Հիմա ես էլ ուզում եմ ինչ-որ ընթացք այս ամեն ինչով ապրեմ, վայելեմ, տեսնեմ ոնց են շա։ Ռոմանտիկա է այդ ամեն ինչը, միևնույն ժամանակ դրա վատ կողմերն էլ կա, տեսնենք ոնց կստացվի, չգիտեմ։ Փաստորեն քյավառցիները ռոմանտիկ են։ Այ չգիտեմ։ Մեկ օրինակ։ Շնորհակալ եմ զրույցի համար Սարգիս ջան, հաջողություններ, որ հնարավորին շուտ ավարտես եւ արդյունքը լինի քո սպասածին համարժեք։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ ցանցի մարդիկ էր գործարարիք եթերում, իմ զրուցակիցը Սարգիս Կևեյանն էր, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, լավ եղեք։